Բանակը դարձել է 1.5 տարի։ Ես կարծում եմ, որ նաև 1.5 տարով այո հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Իսկապես հնարավոր է, եթե դու մեծացնում ես պայմանագրային մասը։ Պայմանագրային մասը մեծացնելու համար դու պետք է ավելի շատ գումար տաս, օրինակ, քան Երևանի կենտրոնում պարետն է ստանում։ Դու չես կարող պարետից շեշտակի քիչ աշխատավարձ ստանալու պարագայում պայմանագրայինով ուղղակի համալրես բանակը, չի ստացվելու։ Մարդ խիպտի գնա, պոստում մնա։ Պրոբլեմը սա է, եւ սրա համար են հիմա ինչ որ բան են անում, չէ, տանում են 2 ամսով, 3 ամսով, փորձում են ինչ որ ինչ։ Հա, հիմա 25 օր է դարել, սկսել են ամիսներ եղել։ Հիմա նայեք ինչ է կատարվել ընդհանրապես բանակի հարցում։ Այդ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց մեկ բան։ Հիմա քանակով չեն կռվում արդեն։ Քանակով չեն կռվում։ Բանակի բնույթը, ռազմական գործողությունների բնույթը էապես փոխվել է։ Էապես առաջի գծում ընդհանրապես համարյա մարդ չեն պահում։ Ավելի շատ sense նայելու համար, ինչ որ բան նկատելու, չնկատելու համար։ Հիմա սա փոքր երկրի համար, փոքր բնակչությամբ լավ լուր է, թե վատ լուր է։ Լավ լուր է։ Ուրեմն ասիմետրիկ հնարավորություններ կա երկրի անվտանգությունը ապահովելու, որի համար չի պահանջվելու սենց հսկայական մեծ ծավալների մարդիկ եւ հսկայական մեծ ծավալների սենց են տրադիցիոն զենքերը, զինատեսակները։ Շատ է ամեն ինչ փոխվել եւ այդ տեսանկյունից մենք իսկապես կարող ենք ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որը ի վիճակի է զսպել Ադրբեջանին։ Եվ սա ոչ թե ասում եմ նրա համար, որ մենք պետք է այդպիսի բանակ ունենալ սենց պատերազմի համար։ Հենց բանակը պետք է ունենանք պատերազմ չունենալու համար։ Պատերազմ չունենալու համար։ Եվ ես դա չեմ հորինում, ուղղակի մարդկությունը ուրիշ տարբերակ դեռ չի հորինել։ Մարտունակ բանակ, պրոֆեսիոնալ բանակ եւ եթե երկիրը փոքր է, ուրեմն հզոր դաշնակից։ Եվրոպայի փոքր երկրները ՆԱՏՕ են մտել դրա պատճառով։ Մտել են ՆԱՏՕ հասկանալով, որ ինքը ունի իր բանակը, բայց ինքը կարիք ունի մեկ հզոր դաշնակցի։ Այդ հզոր դաշնակցին իրենք ընտրել են Միացյալ Նահանգները։